Հունվարի 10-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Ռուբեն Վարդապետ Զարգարյանը։ Այս նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ վստահության արտահայտություն ուղղված հոգևորականին, որի կենսագրությունն ամբողջությամբ կառուցված է ծառայական, կրթական, հանրային պատասխանատվության վրա։ Հայր Ռուբենը ծնվել է 1979 թվականին Հրազդան քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Հրազդանի, ապա Արատաշեն գյուղի միջնակարգ դպրոցներում։ Հայր Սուրբը միջնակարգն ավարտելուց անմիջապես հետո է ընտրել հոգևոր ուղին, ընդունվելով Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց։ Ապա բարձրագույն կրթություն է ստացել Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում։ 2001 թվականին Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ սարկավագ է ձեռնադրվել։ Ճեմարանն ավարտելուց հետո ծառայությունն սկսել է Մայրաթորի տեղեկատվական համակարգում և Գարեգին I հայագիտական աստվածաբանական կենտրոնում, փորձելով համադրել աստվածաբանությունն ու հանրային խոսքը։ Այս փուլում արդեն իսկ ձևավորվել էր Մայրաթորի միաբանի կերպարը։ 2004-ից 2006 թվականներին Ռուբեն Վարդապետը ծառայում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Զինվորական միջավայրում սպասավորելը պահանջում է մարդկանց հոգևոր պահանջմունքի խորընկալում։ Զինված ուժերում գնդերեցի ծառայությունը առանձնահատուկ հովվական փորձ է։ Նույն շրջանում դարձյալ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ ձեռնադրվում է կուսակրոն քահանա, հաստատելով իր լիակատար նվիրվածությունը եկեղեցուն։ Կուսակրոնությունը Հայր Սուրբի գիտակցական ընտրությունն էր, ամբողջովին նվիրվելու եկեղեցուն և ժողովրդին, հոգևոր և հանրային առաքելությանը։ 2006-ից 2009 թվականներին Ռուբեն Վարդապետը կրթություն է ստանում միջազգային ակադեմիական միջավայրում։ Նրա կրթական ուղին շարունակվում է Հռոմում, Գրիգորյան Պապական համալսարանի մագիստրատուրայում, Սուրբգրային աստվածաբանության ֆակուլտետում։ Զուգահեռ Փարիզի կաթոլիկ ինստիտուտում մասնակցում է ֆրանսերեն լեզվի դասընթացի։ 2010-ից 2011 թվականներին սովորում է Եվրախորհրդի քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցում։ Այս կրթությունը կարևոր է հոգևորականի համար, որը գործ ունի հանրային, սոցիալական ու նաև քաղաքական միջավայրի հետ։ Վերադառնալով Հայաստան նա ներգրավվում է հրատարակչական, կրթական և վարչական աշխատանքներում, իսկ 2011 թվականից ստանձնում է քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի հոգևոր ծառայության պատասխանատվությունը։ Ընդգրկվում է նաև ներման հանձնաժողովի կազմում իբրև Մայրաթորի ներկայացուցիչ։ Այս ոլորտում հոգևոր խոսքը հաճախ մարդկանց վերջին հույսն է։ Սա Ռուբեն Վարդապետի ծառայության ամենածանր, բայց նաև ամենամարդկային ուղղություններից է, ուղղված փակ համակարգերում հույսի վերականգնմանը։ 2015 թվականին Հայր Սուրբը պաշտպանում է վարդապետական թեզ «Հիսուս Մարկոսի ավետարանում» թեմայով։ Նաև մի շարք աստվածաշնչագիտական ուսումնասիրություններ ու հոդվածներ է հեղինակում։ Միաժամանակ Հայր Սուրբը լայն ճանաչում է ձեռք բերում հեռուստաեթերում։ Շուրջ 7 տարի 2011-ից 2018 թվականներին Շողակաթ հեռուստաընկերության եթերում վարում է օր 6-րդ, իսկ 2018-ից Համատես ավետարաններ հոգևոր հաղորդաշարերը։ Այս հաղորդաշարերը նրան դարձնում են հանրային դեմք, որի հոգևոր խոսքը վստահություն է ներշնչում հազարավոր հեռուստադիտողների։ Ռուբեն Վարդապետը հայտնի է դառնում որպես հոգևորական, որը կարողանում է բարդ աստվածաբանական միտքը փոխանցել պարզ ու ժամանակակից լեզվով։ Նրա հաղորդումները առանձնանում են պարզ լեզվով, խորքային բովանդակությամբ և ժամանակակից մարդու խնդիրներին ուղղված մոտեցմամբ։ Երբ այս ամենը չեք անի իմ եղբայրներից մեկին, արած չեք լինի նաև ինձ։ «2009 թվականից մինչ օրս Վարդապետը Գևորգյան հոգևոր ճեմարանում դասավանդում է նոր կտակարանի մեկնություն առարկան։ Դասավանդումը նրա ծառայության շարունակությունն է, ուղղված է միաբանների հաջորդ սերնդի հոգևոր մտածողության ձևավորմանը։ Նա նաև ղեկավարում է Մայրաթորի հայեցակարգային գրասենյակը, այժմ էլ ստանձնել է Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահի պատասխանատու առաքելությունը։ Այս նշանակումը ևս վկայում է Հայր Սուրբի հանդեպ Մայրաթորի տածած վստահության մասին, որտեղ կարևորում են Ռուբեն Վարդապետի ամբարած գիտելիքը, հոգևոր ուղին և փորձառությունը։ Հայր Սուրբի անցած ճանապարհը ցույց է տալիս, որ հոգևորականը կարող է միաժամանակ լինել միաբան, ուսուցիչ, հեռուստամեկնաբան և հովիվ։
Հերմինե Հակոբյան, եկեղեցական կյանք։